ուրեմն երեք հայտնել էի, որ Սամվել Կարապետյանի ու իր եղբոր 4 որդիները բանակում չեն ծառայել։ 4-ն էլ բանակում չեն ծառայել, 2 եղբոր 4 որդի բանակում չեն ծառայել, բայց այսօր հավակնում են Հայաստանը ղեկավարել։ Ինչևէ, Նարեկ Կարապետյանը տեսանյութ հրապարակեց, որտեղ ինչ-որ մի դիմում ցույց տվեց, որում ասում է, որ ինքը 27 կամ 28 տարեկանում, ուշադրություն էլի 27 կամ 28 տարեկանում դիմել է, որպեսի գնա զինված ուժերում ծառայության։ Այստեղ ինչն է հետաքրքիր, որ Նարեկ Կարապետյանն ու իր եղբայրը զինկոմիսարիատ ժամանակին ներկայացրել են ինչ-որ փաստաթղթեր, տեղեկանքներ, որ իրանք ունեն այս առողջական խնդիրները։ Զինկոմիսարիատն էլ նայել է այդ թղթերը Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, ասել է այս թղթերով դուք ազատվում եք ծառայությունից, քանի որ դուք ունեք այս հիվանդությունները։ Նարեկ Կարապետյանը դա չի վիճարկել, մինչև 27 տարեկանը ոչինչ չի արել այդ ուղղությամբ, ասել է, դե ունեմ, ազատված եմ, հիվանդ եմ, հիվանդություն ունեմ, չասենք ինչ հիվանդություն, անձնական գաղտնիք է, չնայած այդքան վստահել չեմ, որ ճշգրիտ գիտեմ, ինչևէ։ Հետո 27 տարին հենց լրացել է, կամ 28-ը Նարեկ Կարապետյան դիմում է գրել, ասել է, այ ինձ տարեք զինվորական ծառայության։ Ես պատրաստ եմ ծառայել, զինկոմիսարիատն ասել է, եղբայր, դու այս հիվանդությունն ունես։ Բանակը չի կարա այս հիվանդությամբ քեզ տանի։ Քո բերած տեղեկանքի համաձայն դու ունես այս հիվանդությունը, սրա համաձայն չենք կարա քեզ տանենք, որտեղ եթե քո այդ մի բան լինի պատասխանատուն ով է։ Բայց ինչա պարզվում։ Պարզվում է, որ հիմա քննչական մարմինները շատ լուրջ կասկածներ ունեն։ Արդյոք Նարեկ Կարապետյանի կողմից ներկայացված այդ տեղեկանքը, որով ունի ինքը այդ հիվանդությունները, որ բան են, ճիշտ են։ Արդյոք այնտեղ ներկայացված հիվանդությունը իրոք ունի Նարեկ Կարապետյանը եւ Նարեկ Կարապետյանին առաջարկում են անցնել կրկնակի բուժաքննություն։ Կրկնակի, ուղղակի չգիտեմ ինչ բժշկական պրոցեդուրա, ուղղակի զննություն պետք է մարդը անցնի, որպեսզի հասկանա այդ տեղեկանքը կեղծ է եղել, թե կեղծ չի եղել։ Մարդը կեղծ տեղեկանքով է ազատվել բանակից, թե կեղծ տեղեկանքով չի ազատվել եւ իրոք ունի այդ հիվանդությունը։ Ու Նարեկ Կարապետյանը ուժեղ Հայաստան կուսակցությունը ստեղծած Նարեկ Կարապետյանը հրաժարվում է անցնի այդ բուժզննությունը։ Փաստացի մարդը բանակից ազատվել է բժշկական տեղեկանքով ու հիմա հրաժարվում է անցնի բուժզննություն, որպեսզի ցույց տա արդյոք այդ տեղեկանքը կեղծ էր, թե կեղծ չէր։ Մի վախեցի, Նարեկ ջան, անցի այդ բուժզննությունը, տենակ ինչ կպարզվի, հատկապես որ ինքդ էր դիմել, որպեսզի ծառայի զինված ուժերում 27 կամ 28 տարեկանում, անցի այդ բուժզննությունը, որպեսզի հասկանանք, կարող պարզվի, որ չունես այդ հիվանդությունը ու ստոր բժիշկները սրիկայաբար քեզ կեղծ տեղեկանք են տվել, թե դու իբր հիվանդ ես, հիվանդություն ունես, դու իրականում առողջ ես ու պիտանի ես զինծառայության, կարող ես գնալ զինծառայության, կատարել քո պարտքը հայրենիքի առաջ, հա ու մի բան էլ։ Ինչքան ես եմ հասկանում, Սամվել Կարապետյանի փոքր տղան 2013 թվականից դարձել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, զինծառայության համար իր տարիքում ինքը եղել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց ուչոտ կոչվածին չի կանգնել վայնկոմատում։ Ուր է այդ տղան։ Բերեք թող ուչոտի կանգնի գնա ծառայի։ Դուք ուժեղ Հայաստանի կողմնակիցներ եք, չէ՞։ Այդ ուժեղ Հայաստանում մենակ միջին խավի, ավելի ցածր եկամուտներ ունեցող խավի երեխաները պետքա ծառայեն։ Միլիարդատերերի երեխաները, տղաները ազատված պետք է լինեն զինծառայությունից, թե ձեր արյունը կապույտ է, մերը կարմիր էր, որ մենք ծառայել ենք, կամ հիմա զինծառայության մեկնող տղերքինը կարմիր է ու ձերը կապույտ է։ Այդ ինչ է, այսինքն դուք բարձր դասն եք, դուք չպետք է ծառայեք, քանի որ դուք միլիարդատիրոջ զավակներ եք, իսկ ցածր խավը պետք է ծառայի։ Էտա ձեր ուժը։ Գտեք Սամվել Կարապետյանի տղային, թող գնա, կանգնի ուչոտի ու գնա զինծառայության։ Դու էլ Նարեկ ջան, անցիր այդ բուժզննությունը հասկանանք։ Հիմա վերջապես դու ունես այդ հիվանդությունը, թե ստոր բժիշկները սրիկայաբար ինչ որ կեղծ տեղեկանք են լրացրել, որ քոպես հայրենասեր հայրենին չծառայի, իհարկե առանց քո իմացության, որտեվ մի գրամ չեմ կասկածում, որ դուք կարող խնդրեիք, որ բժիշկները նման տեղեկանք, կեղծ տեղեկանք տային։ Անցիր այդ բուժզննությունը, Նարեկ ջան, պարզ կդառնա, կամ ունես առողջության հետ կապված խնդիր, որը քեզ թույլ չի տալիս ծառայել զինված ուժերում, կամ չունես այդպիսի խնդիր եւ ստորագույն այդ բուժհաստատությունը քեզ կեղծ տեղեկանք հատվել այդպիսով զրկելով հայրենիքի համար ծառայելու պատվից։